Ինչպես եք վերաբերվում գործող իշխանության նախաձեռնած եկեղեցու նորոգման աշխատանքներին։ Արդեն հարցի մեջ երևում է ամբողջ աբսուրդը այդ նախաձեռնության, որովհետև ինչպես կարող են իշխանությունները նախաձեռնել բարենորոգումը կամ նորոգումը մի ոլորտի, որը իրենցից անջատ է գործում, ինքնավար է, ինքնաբավ է եւ չի խնդրել, կարծում եմ, իրենցից աջակցություն, մինչև այն պահը, երբ իրենք ինչ-ինչ լծակների գործադրմամբ հասան այն բանին, որ եկեղեցուց ինչ-որ մարդիկ հայտնվեն գործող վարչապետի կեցավայրում։ Տարօրինակ իրականում շատ պրոցես էր, ոչ ոք այդպես էլ նորմալ բացատրություն չստացավ, թե ինչպես տեղի ունեցավ այդ ակտը, թե ինչի հետևանքով այդ մարդիկ եկեղեցական գործիչները հայտնվեցին այդ կեցավայրում, թե ինչպես ստորագրեցին մի թղթի տակ, որը ակնհայտորեն այլ լեզվով էր գրված, ամենևին ոչ հոգևորականների այն լեզվով, որին մենք սովոր ենք, այնտեղ բառակապակցություններ ու արտահայտություններ կան, որոնք հուշում են, որ այդ թուղթը գրվել է ամենևին ոչ հոգևորականների ձեռքով, այլ ամենայն հավանականությամբ հենց այդ կեցավայրի տիրոջ, որովհետև այնտեղ այդ թղթում ինչ ասվում էր նույն բառամթերքով, նույն ձևակերպումներով, ինչը արդեն ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը իր տարբեր եթերների ընթացքում մեզ է հրամցնում։ Եկեք պայմանավորվենք այսպես, որ մենք փորձում ենք հասկանալ մտադրությունը այս ամենի, որովհետև անունը ինչ կդնեն, ինչպես դա կներկայացնեն հասարակությանը, դա իրականում նշանակություն չունի եւ արժեք չունի։ Ընդհանրապես շատ կարեւոր է հասկանալ միշտ, հատկապես այսօրվա այս fake իրականությամբ սնվող մեր նոր աշխարհում, շատ կարեւոր է հասկանալ մատուցվող փաստերի, մատուցվող իրադարձությունների հետևում իրական մտադրությունները։ Որոնք են իրական մտադրությունները։ Հիմա ես կառաջարկեի ընդհանրապես առողջացնող մի մտավարժանք անել, օրինակ հասարակության որևէ անդամ, որը ցանկանում է հասկանալ ինչ է կատարվում, պարզապես վերցներ տարեգրությունը, ժամանակագրությունը վերցներ, շատ հեռու չգնանք, չհասնենք մինչև 2018 թվական, երբ սկսվեց եկեղեցու դեմ արշավի ոնց որ սաղմերը դրվեցին, այդ նոր Հայաստան, նոր Հայրապետ եւ այլն այս շարժումներով, բայց եկեք գնանք մինչև մայիս 2025 թվականի, երբ եղավ Փաշազադեի հայտնի կոչը, այսպես ասած, ուղղված մեր եկեղեցու դեմ, այսինքն առաջին այդպիսի կոպիտ միջամտությունը մեր եկեղեցու կյանքին դրսից, որից հետո եղավ Գարեգին վեհապար երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությունը Շվեյցարիայում գագաթնաժողովին, որի ընթացքում կաթողիկոսը խոսեց Արցախի մշակութային ժառանգության, արցախցիների իրավունքների մասին, որից անմիջապես հետո 2 օրվա տարբերությամբ վարչապետ թիաթրը զբաղեցնող անձը սկսեց այդ արշավը արդեն ուղղակիորեն թիրախավորելով կաթողիկոսին, թիրախավորելով բոլոր այն հոգևորականներին, որոնք որ այսօր փաստացի իրենց ձեռքն են վերցրել են դրոշը, որը մեր արժանապատվության դրոշն է եւ տանում են առանց այդ դրոշը վայր դնելու։ Այդ արշավը սկսվեց այդ պահից, մայիսից, որից հետո եղան սկսվեցին հոգևորականների ձեռքբակալությունները, կալանավորումները, 1 օրում հանկարծ թարմացվեցին ինչ-որ քրեական գործեր, 1 օրում հարուցվեցին քրեական գործեր, եղավ Բագրատ Սրբազանի եւ իր համակիրների կալանավորումը, որից անմիջապես հետո եղավ այդ ընթացքում եղավ Սամվել Կարապետյանի կալանավորումը, որը էլի եկեղեցու աջակցության պաշտպանություն եկեղեցու էր հանդես եկել։ Անմիջապես հետո եղավ հունիսի 27-ը, որը ինձ համար մտել է ամենաամոթալի ամսաթվերի ցանկ, երբ Սևազգեստ հոգևորականների կողքին Մայրաթոռում հայտնվեցին Սևազգեստ ԱԱԾ-ականները եւ թույլ տամի ձևակերպել այսպես հայկական զորքերը մտան Էջմիածին ու այդ օրը եղավ Միքայել Սրբազանի ձերբակալումը եւ կալանավորումը։
Դրանից հետո արդեն, այսինքն այս ընդհանրապես այդպիսի մի վարժանք է, եթե որևէ մեկը որ ցանկանում է իրականում բաց աչքերով տեսնել իրականությունը եւ չտրվել իշխանությունների այսօրվա խոսույթին, որ սա եկեղեցու դեմ չի, որ սա ինչ որ հոգեվորականների դեմ է, որ սա բարենորոգում եւ այլն, այս պահին կալանքի տակ են օրինակ Բագրատ Սրբազանը եւ Միքայել Սրբազանը եւ Մկրտիչ Սրբազանը եւ Արշակ Սրբազանը, այսինքն մարդիկ, որոնք որ որևէ կերպ մեզ հայտնի չեն որպես եկեղեցու կյանքին խաթարող հոգեվորականներ, իսկ այնտեղ կան արքեպիսկոպոսներ, որոնք որ ընդհանրապես իրենք եթե մենք խոսում ենք մտավորականությունից, մտքից, բարենորոգումից, իրենք իրենց կյանքով ու գործով կարող են օրինակ հանդիսանալ, թե ինչպեսին պիտի լինի մտավորականը, ինչպեսին պիտի լինի եկեղեցական գործիչը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։